Վազգեն Սարգսյանի անցած ուղին այսօր առավել քան երբևէ արդիական է։ Նոր սերունդը պետք է ճանաչի իր երկրի հերոսներին ոչ միայն որպես պատմական դեմքերի, այլ որպես արժեքների և հայրենասիրության խորհրդանիշների։ Նախագծի նորարարությունը կայանում է նրանում, որ սովորողները ստեղծել են ինտերակտիվ քարտեզ, որտեղ քարտեզագրելով ներկայացրել են հերոսի կյանքի հիմնական դեպքերը և պատմությունները։ Հաղթանակի սպարապետը քարտեզագրելով Վազգեն Սարգսյանի ուղին թեման ընտրվել է, քանի որ նրա կյանքն ու ծառայությունը Հայաստանին արժանի են ավելի խորը ուսումնասիրության։ Նա օրինակ է երիտասարդ սերնդի համար, ցույց տալով, թե ինչպես կարող է անհատը իր գործով ներշնչել ամբողջ հանրությանը և թողնել արժեքավոր ժառանգություն։ Մեր աշխատանքը սկսվեց հարցով. ով էր Վազգեն Սարգսյանը, սպարապետ, գրող, թե առաջնորդ։ Եվ որքան շատ ենք ուսումնասիրում, այնքան ավելի ենք համոզվում, նա պարզապես հերոս չէր, նա գաղափար էր։ Մենք ուսումնասիրեցինք նրա կյանքի պատմությունը, համադրեցինք գրքեր, հոդվածներ, վավերագրական նյութեր։ Ամեն տողից, ամեն լուսանկարից զգացինք, ինչ մեծ սեր ու պատասխանատվություն ուներ նա իր երկրի հանդեպ։ Մեր ճանապարհը մեզ տարավ դեպի Եռաբլուր։ Այստեղ լռությունն է խոսում։ Մենք կանգնեցինք Վազգեն Սարգսյանի շիրիմի մոտ, խոնարհությամբ, հպարտությամբ ու խոստումով, լիներ արժանի նրա գործին։ Տուն թանգարանում մենք տեսանք սպարապետի կյանքի ամենաանմիջական կողմերը՝ գրքեր, ձեռագրեր, նամակներ։ Այստեղ նա արդեն ոչ թե պատմական կերպար էր, այլ մարդ, մեծ սրտով և պարզ հոգով։ Քայլեցինք Վազգեն Սարգսյանի անունը կրող փողոցով։ Յուրաքանչյուր քայլով զգացինք, որ նրա անունը ոչ միայն տախտակի վրա գրված բառ է, այլ կենդանի հիշողություն ժողովրդի հոգում։ Կանգնելով նրա կիսանդրու առջև մենք մտածեցինք, ինչպես կարող է մեկ մարդ իր հավատով փոխել մի ամբողջ ազգի պատմությունը։ Այցելեցինք նաև Վազգեն Սարգսյանի անունը կրող մարզադաշտ և ռազմական ակադեմիա։ Այստեղ հասկացանք նրա ուժը դեռ ապրում է մարզիկների հաղթական ոգու մեջ, զինվորների քայլերի մեջ։ Մենք համոզվեցինք, սպարապետը չի հեռացել, նա ապրում է այնտեղ, որտեղ դեռ կա սեր դեպի հայրենիք։ Շնորհակալ ենք, սպարապետ։